Պենիցիլինը հայտնաբերվեց պատահական մոռացված սալիկից։ Փոստիցը ծնվեց մի սոսնձից, որը չստացվեց։ Մենք հաճախ վախենում ենք սխալվելուց, բայց եթե մի պահ կանգ առնենք եւ ուշադիր նայենք, կտեսնենք, որ մի շարք նորարարություններ հենց սխալներից են սկսվել։ Իսկ ձեր թիմում ո՞ր սխալն է դարձել փոփոխության, նոր գաղափարի կամ հաջողության սկիզբը։ Ինչու ենք մենք այդքան վախենում սխալվելուց։ Դա գալիս է մանկությունից։ Մի սխալվիր, ճիշտ արա, բարձր գնահատականներ ստացիր, բայց կյանքում բարձր գնահատականներն ամեն օր չեն բաժանվում։ Մենք բոլորը սխալվում ենք եւ դա բնական է։ Աշխատակիցը տարվա ընթացքում մի քանի սխալ է անում։ Եվ դա պետք է ընդունել ոչ թե որպես ձախողում, այլ աճելու, վերլուծելու եւ սովորելու հնարավորություն։ Սակայն սխալը չպետք է նորմալացվի այնքան, որ կորցնի իր կարեւորությունը։ Սխալները կարող են ունենալ իրական հետևանքներ՝ ֆինանսական, ռեպուտացիոն, թիմային, ուստի սխալը պետք է ընդունել ոչ թե անտարբերությամբ, այլ առողջ պատասխանատվությամբ։ Փորձեք հասկանալ պատճառները, հարցրեք ինչու է դա տեղի ունեցել։ Երբ մենք հասկանում ենք պատճառները, կարող ենք ներդնել համակարգեր, որոնք թույլ չեն տա սխալը կրկնվի։ Վախի մթնոլորտը կբերի սխալը թաքցնելուն, ինչը կբարդացնի իրավիճակը եւ արդյունքում ավելի մեծ խնդիր կդառնա։ Ստեղծեք այնպիսի միջավայր, որտեղ սխալվելը դատավճիռ չէ։ Երբ աշխատակիցը վստահ է, որ սխալվելու դեպքում իրեն անհիմն չեն պատժելու, նա ավելի բաց է, նախաձեռնող եւ արդյունքում ավելի մեծ օգուտ կբերի թիմին։ Սխալին արձագանքելը պարտադիր է, հարկավոր է տալ կառուցողական, ողջամիտ, հետադարձ կապ եւ իհարկե միջոցներ ձեռնարկել, որ սխալը նորից չկրկնվի։ Եվ հիշենք, սխալվելը մարդկային է։